Ուզում եմ ձեզ ասել, որ գոյություն ունեն օրենքով համապատասխան ընթացակարգեր եւ բարձրագույն դատական խորհուրդը գործելու է այդ ընթացակարգերի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Թագոյ Թոմասյան, չէ, ներողություն, Արսեն Թորոսյան, չէ, համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մինչև բովանդակությանը անդրադառնալը, որի վերաբերյալ այսօր արդեն հարցեր ուղղել եմ մեր թեկնածուներին, ուզում եմ մի կարևոր արձանագրում անենք բոլորս, թե ինչպես է մեր ընդդիմությունը բացառությամբ այս պահին Տիկին Թովմասյանի եւ եթե չեմ սխալվում մի հարցեր Տիկին Գյուրեղյանի կողմից է եղել, մասնակցում ըստ էության դատական համակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող դատարանների անկախությունը, արդյունավետությունը, թափանցիկությունը ապահովող մարմնի 3 անդամների ընտրությանը ըստ էության 30%-ին, ճիշտ եմ հասկանում, չի մասնակցում, հարգելի ժողովուրդ, ընդդիմությունը չի մասնակցում այս կարևոր հարցի քննարկմանը ըստ էության, ոչ հարցեր են տվել, ոչ ելույթների են գրանցվել, բացառությամբ Տիկին Թովմասյանի։ Սա ինչի մասն է վկայում։ Սա վկայում է նրա մասին, որ այն բոլոր ամպագորգոր հայտարարությունները, որ իրանք պես մտահոգված են, օրինակ նույն դատական անկախ համակարգ ունենալով, թափանցիկ անկախ դատական համակարգ ունենալով, դատաիրավական ընդհանրապես բարեփոխումներով, դատարկ խոսքեր են, իրենք ընդհանրապես հետաքրքրված չեն, հարգելի եւ սիրելի մեր ժողովուրդ։ Իրանք ուրիշ բանով են ընդհանրապես հետաքրքրված, իրանք անկախ դատական համակարգը պետք չի, իրանք պետքա նորից ունենալ իշխանություն Հայաստանում, նորից դատարաններին իրենց ենթարկեցնելու համար, որ դրա համար իրանք այսօր չեն խոսում դատարանների անկախության մասին։ Դրանից բխող բոլոր հետևանքներով, տնտեսական հետևանքներ, իրանց բիզնեսների բարգավաճումի հաշիվ նորմալ բիզնեսմենների, իրանց ընդդիմախոսների ճնշում, ի հաշիվ ազատ խոսքի եւ այդպես շարունակ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Ու իրանց ցանկացած խոսքին կարող եք վերաբերվել այնպես, ինչպես իրանք են վերաբերվում իրենց խոսքին։ Իրականում ասելու բանը շատ չէին ունենալու, որտեղ տեսել ենք սնանկությունն ու քաղաքական եւ բովանդակային սնանկությունը մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների, բայց հիմա ես խոսեմ մի քիչ այն ամեն ինչի մասին, ինչի մասին սկսել էի խոսել։ Եվ շատ լավ է, որ մեր տեխնացուները նաեւ մասնագիտական գնահատականներ տվեցին այդ ամեն ինչին։ Տեսեք, մեր սահմանադրության 4-րդ հոդվածը ինչա ասում։ Ասում է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը։ Պետական իշխանություն իրականացվում է սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա։ Հիմա հռետորական հարց. արդյոք մենք ամբողջությամբ հասել ենք իշխանությունների բաժանման այս սկզբունքին եւ հավասարակշռման։ Արդյոք դատական իշխանությունը ինքնուրույն իրեն զգում է որպես այս 3 իշխանությունների մի լիարժեք անդամ, լիարժեք մաս։ Ես ունեմ իհարկե իմ հարցի պատասխանը, բայց ես այս հարցը տալիս եմ, որ մենք բոլորս այս հարցը մեզ տանք եւ հատկապես դատական իշխանության մեջ եղած մեր գործընկերները, կլինի դա բարձրագույն դատական խորհրդում, տարբեր ատյանների դատարաններում։ Եվ արդյոք դրան հասնելու համար նաեւ պետք չի ներքին ուժ, այսինքն ոչ միայն ինչ-որ օրենքներ, հանձնաժողովներ, քննարկումներ, այլ տես պարզապես անել են ինչ-որ գրված է, ամենաբարձր ուժ ունեցող իրավական ակտում, սահմանադրության մեջ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, եւ մեր գործընկերները չպետք է նայեն մեզ հաճախ այդ հարցում, իրանք իրանց պետք է նայեն, այսինքն իրանք իրանց հայլու մեջ նայեն, ասեն ես անկախ եմ, թե չէ։ Ես ինձ որ բերում են միջնորդություն միջդատական վարություն կալանքի ու կողքից են նամյոկ են անում, ասում են տուր որ կարենանք այս գործը բացահայտենք, էլի տուր էլի կամ տուր, տենց
ուժեղ ձենով են ասում տուր, ոչ թե խնդրելով։ Ինքը կարող է ասի, եղբայր, կնայենք թղթերը կամ կասի դու ինձ ինչ ես ընդհանրապես դիմում, դու ով ես դու, որ ինձ զանգել ես, կամ մարդ ես ուղարկել, դատախազ կլնես, քննիչ կլնես, իդեպ լինելով նաև ամենաբարձրը այդ ատյաններում։ Ես այս շատ եմ կարևորում, որտեղ մենք միշտ կարող ենք ասել, դե մենք չունենք համապատասխան գործիքներ, բան, չգիտեմ, օրենքների մեջ լավ չի գրած այդ ամեն ինչը, մեր պայմանները լավը չեն, աշխատանքային պրինտերի թուղթը պրծել է եւ այլն, տենց էլի մոտավորապես։ Բայց լավ, այսքան մեծ համակարգ է աշխատում, թեև թեկուզ փոքր թվերով հասկանում եմ, որ քիչ դատավորներ ունենք 100,000-ին 8 ի հակադրություն այն երկրների, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Լավ, այդ թեկուզ այդ 8 դատավորը 100,000 բնակչի հաշվով կարող է ասի չէ։ Ես այդ հարց չեմ կարող վստահ պատասխանեմ անկեղծ ասած հարգելի գործընկերներ։ Ու դրա մասին խոսում են ոչ թե ինդիվիդուալ գործերը, որոնց մենք շատերս միգուցե մեր անձնական փորձից ծանոթ ենք, հա, դրանց մասին խոսում են այս թվերը, որ ես բարձրաձայնում եմ։ Եվ ցավոք սրտի Տիկին Աբրահամյանը արդարացիորեն նշում է, որ պետք է երկար ժամանակ անցնի համակարգերի գնահատականը տալու համար հատկապես նոր եւ հատկապես նման բարդ։ Բայց լավ, երբ որ դու տենդենսը տեսնում ես, որ գնում է սենց, այսինքն դու ինչպես ենթադրես, որ ժամանակի ինչ որ մի հատ փուլում այդ տենդենսը ուրիշ ուղղությամբ է գնալու, երբ որ որևէ բան, ասում են, ничего не предвещало беды։ Որևէ բան հակառակի մասին չի խոսում, այսինքն խոսում է ամեն ինչ տենդենսի բարձրացման մասին։ Եվ այս բացարձակ թվերը, ուրեմն տոկոսը կալանավորման միջնորդությունների ձերբակալված անձանցից 23 թվին եղել է 23.6%, 24 թվին դառել է 29.5%։ Տոկոսը կալանքի միջնորդությունների բավարարման եղել է 23 թվին 76%, 24 թվին 88%։ Թվերը բացարձակ այս պահին ունեցած ասեցի քրեակատարողական հիմնարկներում դիսբալանսի ըստ էության, որովհետև ես ամեն դեպքում էլի արհեստական բանականությանը տուրք տալով հարցրեցի, ասացի կարող եք մի քանի երկրների օրինակ բերել մինչ դատական կալանքի թվերի եւ դատապարտված անձանց եւ միջիններ վերցեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, մեր հարևան պետությունների, Արևելյան Եվրոպայի պետությունների եւ ճիշտ ասած կարող է կան տենց երկրներ ոչ ժողովրդավար, բայց չկար մի երկիր, որտեղ կալանավորված անձանց թիվը, չեմ հաշվում իդեպ նորից եմ կրկնում, տնային կալանքը, որը կալանքի տեսակ է եւ ինչքան ուզում եմ մենք ասենք, որ դա հեշտացնող, այսինքն ավելի մեղմ խափանման միջոց է, այնուամենայնիվ մարդիկ զրկված են աշխատելուց, իրենց ընդհանուր կապերը պահելուց եւ այլն, եւ դեպքեր կան, որ տարիներով մնում են տնային կալանքի տակ եւ ըստ էության դուրս են մնում աշխատաշուկայից, սոցիումից եւ այլն։ Մենակ ընտանիքի նեղ կազմին են կարողանում տեսնել։ Չկար տենց երկիր, հարգելի գործընկերներ։ Հիմա մեր վստահ եմ հեսա, որ գան այս քարորիային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը եւ դատախազը այս ամեն ինչը ներկայացնելու են օրինականության հաստատման տեսանկյունից եւ արդեն ներկայացրել, մենք լսել ենք։ Բայց ես վստահ եմ, որ հակառակն է, հարգելի գործընկերներ։ Եթե իրանք չեն կարողանում ապացուցել այդ մինչ դատական վարույթում կալանավորված անձանց հանցանքները, որտեվ ապացույցը դատավարտած անձանց թիվն է ցույց տալի։ Եթե կարողանում են ապացուցել եւ դատարաններն էլ համարում են հիմնավոր, ունենում ենք ուժի մեջ մտած վճիռներ դատապարտված անձանց մեծ թվով։ Այդ նշանակում է իրանք տեղում չեն, հարգելի գործընկերներ, ամբողջությամբ եւ բոլորով, որտեվ չի կարող այլ տարբերակ լինել։ Ես ուզում եմ, որ մենք սրա մասին չվախենանք խոսել, որովհետև ավելի կարևոր բան, քան արդարադատությունն է երևի դժվար է գտնել, Տիկին Աբրահամյանը նշեց, որ էլի մասնագետներ կան, դրանցից մեկն էլ ես եմ դասվում, բայց վստահ եմ արդարադատությունը ավելի կարևոր է, որովհետև արդարադատության բացակայության դեպքում մյուս ամեն ինչ ստորադասում է եւ չի երևում։ Եվ նաև ակնկալել մեր գործընկերներից, որոնք գալիս են այստեղ առնվազն ելույթներով են հանդես գալիս, զեկույցներով են հանդես, որ այս իրավիճակը ուղղեն, ամեն մեկը իր տեղում եւ դերում։ ԲԴԽ-ն վերլուծությունները անելով եւ հասկանալով, ես հիմա ոչ կարամ նախաքննական գաղտնիքի տիրապետեմ, որ գնամ հասկանամ ամեն միջդատական վարույթի միջնորդության բավարարում հիմնավոր է եղել թե չէ,
ոչ էլ որևէ մեկը մեր գործընկերներից, բայց ինչ որ մեկը դա պիտի անի, դատական դեպարտամենտը կարող է անել, դատախազությունը պետք է աներ միգուցե կատարելության մեջ, բայց կարծես թե դատախազությունը հակառակ տեսակետի կողմնակից է, բայց ինչ որ մեկը լավ պիտի զբաղվի այս գործով, որ այս իրավիճակը փոխվի, որ մենք ունենանք ավելի շատ դատապարտված անձիկ, եւ եթե կան իրոք այսքան հանցագործություն կատարած մարդիկ, իրանք կրեն իրենց արժանի պատիժը, եւ ոչ թե ամեն 2 ամիսը մեկ գնան դատարանից միջնորդություն վերցնեն, ասեն չէ, էլի խնդրում եմ, այն 2 ամիսը քիչ էր գործը բացահայտելու համար, մի 2 ամիս էլ էլի տուր, որտեվ համարյա ցուցմունքը սկսել է տալ այդ պոտենցիալ հանցագործը, որը դեպքերի փաստորեն մեծամասնության դեպքում ոչ մի պատիժ իրականում չի կրում։ Այսքանը դեռ շատ կխոսենք այս քառօրյայում սրա մասին, շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար Թագուհի Թովմասյան անացեք։ Շնորհակալություն։